Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած միասնական ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի վերածվել է լայնածավալ պատերազմի։ Տարածաշրջանը համարյա ամբողջությամբ հայտնվել է իրական ռազմական գործողությունների մեջ։ Այս լայնածավալ ճգնաժամը չի շրջանցել նաև աշխարհի հայկական սփյուռքին։ Բոլոր այն երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ։ Իրանահայ համայնքը պատմականորեն մեծ է, ձգվում է Թեհրանից մինչև Ատրպատական։ Հայ համայնքի մասին տվյալները հստակ չեն։ Մոտ 300,000 հայ է բնակվում Իրանի տարբեր քաղաքներում։ Թե նրանք, թե հայկական կառույցները կարող են տուժել ռմբակոծություններից։ Տեղական ալիք հայալեզու օրաթերթի խմբագրատունը վնասվել է մարտական գործողությունների ընթացքում։ Իրանահայ մամուլն ու մշակութային հաստատությունները շարունակում են աշխատանքը, սակայն զգալի լարվածություն և անհանգստություն կա։ Լիբանանի հայկական համայնքը մոտ 150,000 հայությամբ ևս խոշորներից մեկն է։ Համայնքն ունի հայկական դպրոցներ, լրատվամիջոցներ և բազմաթիվ եկեղեցիներ, սակայն Լիբանանի հարավային շրջաններում ընթացող ռազմական գործողությունները, Հեզբոլլահի և իսրայելական ուժերի հրթիռային հարվածները զգալի սպառնալիք են երկրի ամբողջ բնակչության համար։ Իսրայելում հայկական համայնքը համեմատաբար փոքր է՝ մի քանի հազար հոգի, նրանք հիմնականում միավորված են Հայֆայի և Երուսաղեմի հայկական թաղամասերում, պահպանելով եկեղեցիները և կրթական ու մշակութային կառույցները։ Ռազմական վիճակից ելնելով այդ համայնքը նույնպես լարված դրության մեջ է։ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը հարկադրյալ հետաձգել է լուսահոգի միաբան Բարսեղ ծայրագույն վարդապետ Գալեմտերյանի թաղման արարողությունը։ Միաբաններից Տիրան վարդապետ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է աջակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր Իսրայելից չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Ծոցի երկրների հայ բնակչությունը համեմատաբար փոքր է՝ մի քանի հազար։ Այս պետություններում տեղակայված են Միացյալ Նահանգների և արևմտյան դաշնակիցների ռազմաբազաներ, որոնց վրա իրանական հարվածները լուրջ վտանգ են ստեղծում բոլորի համար։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Հայ Առաքելական եկեղեցում Մասյացոտնի թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որով անհամաձայնություն և լրջագույն մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որը նրանց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսին, որն այլևս աշխարհական անձ է Արման Սարոյան անունով։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տվյալ որոշումն անհամատեղելի է եկեղեցու կանոնական կյանքի, քահանայական կոչման և ծառայության հետ։ Թեմի առաջնորդությունը նախ և առաջ հոգևոր ծառայություն է, որը ենթադրում է նվիրապետական աստիճան, կանոնական լիազորություն և եկեղեցու իշխանության կողմից ճանաչում։ Նշվում է նաև, որ հոգևոր բարոյական տեսանկյունից քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի կանոնական ուխտի, եկեղեցական կարգին հավատարմության և խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժել այդ հավատարմությունը և ենթարկվել այնպիսի առաջնորդության, որը հակասում է իր խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքներին։ Խղճի և դավանանքի ազատությունը երաշխավորված է իրավական նորմերով և որևէ որոշում չպետք է միջամտի հոգևորականի կամ պարզ հավատացյալի հավատքի կյանքին, հոգևոր ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Պետությունն ըստ օրենքի չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը։ Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծության։
Մյուս կողմից նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ ծառայությունը կարող է քահանային եւ հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ։ Թեմի հոգևորականները հայտարարել են, որ դատարանի որոշման իրականացումը առարկայորեն անկարելի է անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը Աստծո եւ հավատավոր ժողովրդի հանդեպ։ Անկախ գործադրվող տարատեսակ ճնշումներից քահանաները հրաժարվել են ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական եւ հակաօրինական պարտադրանք, որը նրանց կմղի հակականոնական ընթացքի եւ սրբապղծության, այդ կերպ հավատացյալներին եւս դարձնելով մեղսակից։ Հայտարարության տակ ստորագրել են թեմի 19 քահանաները։ Այսօր հայտարարությամբ են հանդես եկել նաև Արագածոտնի թեմում ծառայող եկեղեցականներն իրենց անհամաձայնությունն արտահայտելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ընդունած որոշումների վերաբերյալ, որոնցով նրանց փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույց հռչակված նախկին քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն այլևս աշխարհական անձինք են Ստեփան եւ Արամայիս Ավազանի անուններով։ Հայտարարության մեջ նշվում է, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, քահանայական կոչման եւ ծառայության հետ։ Եկեղեցու կողմից քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ եւ օծմամբ, եւ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն եկեղեցու հետ հաղորդության, կանոնական եւ վարդապետական ծիրից ներս հնազանդ ու հավատարիմ մնալով Սուրբ եկեղեցու եւ Սուրբ հայրերի ավանդությանը եւ քահանայական ուխտին։ Երբ քահանան խախտում է իր ուխտը, եկեղեցական իշխանության կողմից կարգալույծ է հռչակվում եւ դասվում է աշխարհականների շարքին, ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը եւ ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին, խղճին, դավանանքին եւ եկեղեցաբանական սկզբունքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների եւ մեր խղճի դավանանքի եւ համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։ Հետևաբար նկատի առնելով վերոնշյալ հիմնարար սկզբունքները հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է եկեղեցու կանոնական կարգին եւ Աստծո եւ մեր հավատավոր ժողովրդի հանդեպ ձեռնադրությամբ ստանձնած մեր սրբազան պարտավորությանը։ Հակառակ մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների չենք ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական եւ հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է դեպի հակականոնական ընթացքների, դեպի ուխտազանցություն եւ սրբապղծություն, որով եւ մեղսակից ենք դարձնում հավատացյալ հոտին։ Ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են թեմի 22 քահանաները, նաև սարկավագները եւ Մայր Եղիսաբեթ Մելեթլյանը։ Փետրվարի 28-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից Մոսկվային ժամանել շուրջ 100 երիտասարդներ միանալու եկեղեցու նախաձեռնություններին, հանդիպելու Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հետ եւ իրենց զորակցությունը հայտնելու հայ առաքելական եկեղեցուն։ Այսօրվա հանդիպումը թեմի տարբեր ծուխերի եկեղեցասեր երիտասարդների հետ նվիրված է Մայր եկեղեցու պաշտպանությանը։ Ամենակարևորն ու հետաքրքիրն այն է, որ երիտասարդներն իրենք են հանդես եկել որպես նախաձեռնողներ ու կազմակերպիչներ։ Նրանք ցանկանում են լսել հոգևոր առաջնորդի խրատները, քննարկել սուր հարցերը, որպեսզի ճիշտ լուծումներ գտնեն եւ օգնեն եկեղեցուն։ Եզրաս Սրբազանն իր օրհնության խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի մշակութային եւ ազգային կյանքում եկեղեցու բացառիկ դերին ու առաքելությանը։ Նշեց, որ այն միշտ էլ միավորել է ժողովրդին հավատքի, լեզվի եւ ազգային ավանդույթների շուրջ։ Ուստի այսօր, երբ հայրենի երկրում ապօրինի եւ հանիրավի հալածվում են եկեղեցականները, բռնագրավում եկեղեցիները, լավագույն զորակցությունը, պատմական հիշողությունը, մշակութային ժառանգությունը, սեփական ինքնությունն ու իրավունքը պաշտպանելն է։ Մենք բարոյապես հաղթանակ տարանք ավարայրի ճակատամարտում, որով երաշխավորեցինք, որ մենք պիտի ապրենք մեր հայրերի հողի վրա, Աստծուց մեզ տրված երկրում, մեր հավատքով, ազատ, որը մեր քրիստոնեությունն է։
Նոր սերունդը իր բարոյական պարտքն է համարում զորակցել եկեղեցուն, ինչպես երիտասարդներն են նշում, դա պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Ես, որպես Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվ հետևում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մեր տարածաշրջանում, Արմավիրում, Սոչիում մի քանի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն եկեղեցու։ Մենք ակտիվ մասնակցել ենք, ցույց ենք տվել մեր աջակցությունը հայ եկեղեցում, որպեսզի Երևանում եւ ամբողջ աշխարհում մեզ լսեն եւ հալածանքները դադարեցնեն։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ ծանր իրավիճակ է մեր պատմական հայրենիքում, եւ որպես ուսանողներ ուզում ենք մեր ակտիվ դիրքորոշումը հայտնել։ Առաջին հերթին կանգնել մեր եկեղեցու կողքը, քանի որ ամենածանր օրերին եկեղեցին պահել ու պահպանել է հայ ժողովրդին։ Եվ հիմա եկել է մեր հերթը, նույնանման օգնություն ցուցաբերելու, մարդկանց տեղեկացնելու, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Հանդիպմանը երիտասարդները խմբերի բաժանված ներկայացրին իրենց տեսլականը եկեղեցու շուրջ համախմբվելու, հոգևոր, կրթական, բարեգործական, սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես նաև դրանց մասին մեդիա հարթակներում խոսելու եւ մարդկանց տեղեկացնելու մասին։ Այսօր կարևոր խնդիր առաջ ենք կանգնած, կապված մեր եկեղեցու, պատմության, կրոնի եւ ժառանգության հետ։ Ընդհանուր ուժերով փորձում ենք համախմբել մեր կարողությունները հոգուտ եկեղեցու։ Մոսկվայի նախագահական ակադեմիայի ուսանող Էդուարդ Վարդանյանի կարծիքով երիտասարդների այս նախաձեռնությունը ոչ միայն եկեղեցու հետ նոր սերնդի հոգևոր կապը նորոգելուն է միտված, այլև Սփյուռքի բազմազգ ու բազմակրոն հասարակության մեջ ինքնության պահպանմանը։ Այսօր մեր առջև ծառացած է հայ եկեղեցու լինելության հարցը, եւ մենք հավաքվել ենք ասելու, որ մեր հավատքն ուժեղ է եւ ամեն ինչ կանենք հանուն մեր եկեղեցու։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Ճշմարիտ զղջմամբ ու ապաշխարությամբ կարող ենք ընդունված լինել Աստծո կողմից, հիշեցնում է Մեծ Պահքի շրջանի երկրորդ հանգրվանը անառակի կիրակին։ Օրը խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը հոր մոտ, որը գրկաբաց ընդունում է իր մոլորյալ զավակին։ Որքան էլ անդառնալի թվա մարդու անկումը, այնուամենայնիվ ճանապարհ կա այն վերականգնելու ապաշխարությամբ, զղջումով ու դարձի գալով։ Մայր տաճարում հանդիսապետությամբ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Իմաստալից աստվածային սիրով ու գթասրտությամբ լեցուն այս արակն իր բազմաշերտությամբ վերստին ներկայացվեց բոլորին, մղեց խորհրդածելու մեր արարքների շուրջ եւ թողություն խնդրելու։ Արակը պատմում է կրտսեր որդու մասին, որը հորից պահանջում է իր բաժին ժառանգությունը եւ ցոփ ու շվայտ կյանքով ամբողջը վատնում օտար երկրներում, բայց երբ զղջալով վերադառնում է հայրական տուն, հայրը ուրախությամբ ընդունում է սովալուկ ու ցնցոտիավոր որդուն։ Հայրը հերվից տեսնելով ինքը մոտեցավ իր զավակին եւ այդ ժամանակ մոլորյալ զավակը ծունկի իջավ հոր առջև եւ ասաց. հայր մեղա հերկինս եւ առաջի քո։ Հայրը գրկեց նրան, իր ծառաներին հրահանգեց ըզգեստները փոխել, մատանին դնել մատին, հողաթափեր հագցնել եւ պարարտ եզը մորթել, որպեսի այդ օրը իրենց ագարակում, իրենց տանը ուրախություն լինի, քանի որ կորած էր, գտնվեց, մեռած էր, հարյավ։ Նաթան arczepiskopos Հովանեսյանն իր քարոզն ամփոփեց հետևյալ խոսքերով. Աստվածային սիրուց առավել ոչինչ չկա այս աշխարհում։ Կշտությունները, պատերազմները, հալածանքն ու անարդարությունը աստվածային սիրո պակասից են։ Գուցե մոլորյալ որդին իր կյանքում չի ունեցել մի օրինակ, որ դասեր քաղեր այդ իմաստությունից, իսկ Տերը մեզ բազմաթիվ օրինակներով է ցույց տալիս անվարան քայլելու ճանապարհը։ Լիանա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։